դարձա խելագա Ես եմ բնրում երջա ինգած սարեսար սվաչերը ես սիրել է բայպահել է Մեր սիրելի Արայի հիշադակին, այստեղ ես չպիտի խոսիմ Արայի մասին, քիչ վերջ բոլորս միասնաբար պիտի խոսենք, պիտի հիշենք Արայի քաղցր հիշադակները միասնաբար, բայց ես անգամ ևս շնորհակալություն կայտնեմ Արայի հիշադակին այս պատմական երկու անձնավորություններուն Տիկին Արևիկին եւ բարոն Արմենին, որոնք իրենց հայրիկին, իրենց Կերտաստանի, իրենց ընտանիքի այդ գեղեցիկ ավանդությունը կշարունակեն մասնավորապես այս եկեղեցու մեջ, որովհետև բոլորը դա գիտեք, այս եկեղեցին սովորական բարձ եկեղեցի չէ, բարձ կմպետիմը դա կառուցված եկեղեցի չէ, այս եկեղեցին բանտուղտի եկեղեցի է, այս եկեղեցին հիշադակի եկեղեցի է, այս եկեղեցին արցունքի եկեղեցի է եւ այսօր Փեգրանքի ուրախության եկեղեցի է նաեւ Աստվածորդն է սիրելի Արայի հիշադակը Սուրբ Հոգու մխիթարություն բարգեւե ձեզի Արևիկ ջան, Արմեն ջան Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն Օրտնեցի հոգեջաշս անվամբ Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ջաշագեցու խաղությանս գերագուրս որ բարգեւյալը մեզի դիարն է օրտնյալը դերի բարգեւս յուր ամեն Շնորհակալություն հրամեցեք Բարի եկած եք բոլորդ Ազնվապայել Տիկին Արևիկ Կապրիելյան Սիրելի դիար Արմեն Կապրիելյան Հարկարժան ներկայացներ հայ-ղավողական դաշնակցության Արևելյան շրջանի Կենտրոնական կոմիտեի Տիկին Անի Չալասյան, Տիկին Արևիկ Կապրիելյան, համազգայինի կենտրոնական վարչության անդամ, Նյու Յորքի մեր համայնքի քույր գազམ་ագերբություններու ներկայացներ Արմեն Գարո կոմիտեության, համազգային հայ գրթական եւ մշակութային միության, հայ օգնության միության, սիրելի ներկայացներ ընկերներ, ընկերուներ, բարի եկած եք Սուրբ Ուսավորիչ եկեղեցու հոգաբարձության անդամներ, մեր սիրելի դոկտոր Արա Կապրիելյանի բարեկամներ, մտերիմներ, հարազատներ, այսօր հավաքված ենք այստեղ հարգելու համար իր մահվան 10-րդ ամյակը հիշադակը։ Անցնող 10 դարիները մեզ կբաժնեն չարաղետ այն թվականեն ապրիլ 14 2015-ին երբ գործընթացինք մեր բոլորին սիրելի դոկտոր Արա Կապրիելյանը։ Այսօր հավաքված ենք այն եկեղեցին, որ Արայի Կերտաստանը 4 սերունդով գապված ու ծառայած եւ դալգավին կշարունակեն նույն հավատարմությամբ եւ նվիրումով ծառայել եւ արդահայտել իրենց ամուր գապվածությունն ու սերը։ Ես առանջանցա մեր համայնքի ազգային, եկեղեցական, գրթական, միութենական եւ գուսակցական կյանքերս իր ստանցնած բոլոր պատասխանատվություններու ծիրեններս։ Ինչպես նաեւ զինք ճանցա իր մդերմության մեջ։
Արան եզագի ամերիկացին հայեր, ան բարձրակույն աստիճանի նախանցախնդրություն, սեր եւ հարկանք ուներ հայ եկեղեցու, հայ լեզվին, մշակույթին եւ հայրենիքին նկատմամբ։ Իր կյանքի բոլոր օրերուն Արան ոչ թե միայն սիրեց եւ հարգեց այս սրբությունները, այլ իր կորձոն մասնակցությունը բերավ մեր համայնքի ազգային եւ եկեղեցական կյանքին, առավել ծաղկումին եւ զարգացումին։ Մարդկային ու ազգային արժեքներով ու արժանինքներով հարուստ ազգային մհերացավ 10 տարիներ առաջ մեզ եւ այսօր բոլորս գսկանք իր բացակայությունը։ 10 տարի է գփնդրենք հմուտ ջարդասանը, գիտագից վարչականը, զվարթախոս հանդիսավարը, ջարդար ժողովականը, նվիրյալ ծխականը եւ առաքինի ընկերը։ Ինչպես ասի ես դոկտոր Կապրիելը ջանցա նաեւ իր մդերմության մեջ շատ երկար պիտի չխոսիմ, բայց կուզեմ շատ բարձ դրվագ մտածել, երբ ունեցանք մենք իրար հետ Սիդր գրով գերեզմանադան մեջ, իր մահեն քանի մդարի առաջ էր, ես երբ այնտեղ էի գերեզման մորտնելու, տեսանք նալ Արան թուղթը մադիտ մցերքին եւ կամերան ուներ, եկած էր այնտեղ, սկացի որ աշխատանքային այցելություն էր։ Ասի արա, ինչ կրես այստեղ, ասավ եկած եմ Վահան Կարդաշյանի գերեզմանին ուսումնասիրություն կատարել։ Ես գիտեի ով էր Վահան Կարդաշյանը, բայց հավատացեք չէի գիտեր, որ Սիդր գրով թաղված էր։ Եվ միասին կացինք, գերեզմանը կդանք եւ Արան ոչ թե միան այցելեց, այլ եւ հայրենիք թերթի մեջ, շաբաթաթերթի մեջ հոդված մնալ գրեց։ Եվ իր գմեկնեին կսավ դեր այլ, եթե գնաս ամեն տարի այցելել եւ Վահան Կարդաշյանի շիրիմին ձունգ մահաղոտ կնել։ Եվ ես խոստացա եւ իսկապես գադարած եմ այդ անցնող գրեթե 15 տարիներուն ամեն անգամ որ արիթ կստեղծվի ես այնտեղ գլամ անպայման երթամ եւ գայցելեմ Վահան Կարդաշյանի գերեզմանը, գիտեք մեր հայտադը հadouk մրցանակ ունի Վահան Կարդաշյանի հիշատակին, որ ամեն տարի կփաշխվի այն անձանց, որոնք արադացել են մասնակցություն կբերեն մեր հայտադի բոլոր աշխատանքներուն։ Այսպես էր Արա Կապրիելյանը, ինչպես էսի դարօրինակ ամերիկացին անձնավորություններ, իրեն նմանները շատ քիչ են մեր իրականության մեջ, այո, գսենք, երբեմն մարդը անփոխարինելի չէ, բայց ես որպես հովիվ սկսած եմ չհավատալ այդ հասկացողության, որովհետև գարտնը մարդիկ անփոխարինելի են, անփոխարինելի չեն, որովհետև իրենց բացը, իրենց թողած բացը դժբախտաբար իրենց կարողությամբ լեցնողներ չկան եւ ամեն օր գնվազի այն անցանց մասնակցությունը, նվիրումը մեր եկեղեցու, մեր ազգին, մեր մշակույթի նկատմամբ մենք կսկանք ամեն օր բացակայությունը եւ նվազումը։ Բայց նաեւ երբ գնայինք սիրելի Արմենին, գնային Արևիկին, ցեվոմը ուժ մգուկա վրաս, մխիթարություն գուկա, երբ մանավանդ ասեմ անցյալ շաբաթ, ճիշտ այս ժամուն, այս փեմին վրա մենք ունեցանք մեր դարեկան ընդհանուր ժողովը եւ 4 հոգինոց դիվանին երկուքը Կապրիելյաններն էին։ Արմենը որպես ադենաբեդ, Արևիկը որպես քարտուղարուհի։ Եվ ես մտածեցի, այս էր Արան այսօր մարմնապես հոս չէ, ֆիզիկապես, այլապես ինքնա ներկա գլար ժողովին, բայց Արայի հիշատակի, Արային սերնդագործությունը, ցեվոմը շարունակությունը այս եկեղեցու հետ կշարունակվի իր զավգին եւ գնոջ մեջ են։ Եվ Արան ամենտեղ է, եկեղեցու ամեն անգույնը Արայի հիշատակ է։ Քիչ առաջ երբ մենք կանգնած էինք այդ քրագալներուն առջև, եկեղեցու Սուրբ Խորանի առջև եւ երգեինք, այնտեղ երկու քրագալներուն վրա գրված է ի հիշատակ դոկտոր Արա Կապրիելյանի։ Շատ մտեղել, շատ
ամեն դեղ չէ որ իր անունը գրված է, բայց ամեն դեղ է արան։ Եվ ուրախ եմ ասելու դարձյալ, որ Արևիկը եւ Արմենը իրենց ամուսնուն եւ հոր հիշադակը հարգելու համար այս եկեղեցու մեջ հաստատած են հիմնադրամը Արայի հիշադակին։ Եվ արդեն հիմնադրամը բավական գումար հավաքված է, դակավին չենք ծախսեր այդ գումարեն, բայց առաջիկա տարիներուն պիտի սկսենք հովանավորել եւ կրոնական եւ ասկային մշակութային բազմաթիվ ձեռնարկներ միշտ ու միշտ հիշելով սիրելի Արան, որովհետեւ Արան այստեղ ծնած էր, այստեղ իրենց սուրբ բսակը ստացած էին, այստեղ ստացավ իր վերջին աղոթքը, իր զավակը այստեղ մկրտված է, իր ծնողներ այստեղ իրենց թաղումը ստացած են, այս եկեղեցին իրենց համար եղած է երկրորդ դուն, ոչ թե միայն հոգևոր հասկացողությամբ, այլ նաև ազգային հասկացողությամբ այս եկեղեցին եղած է իրենց երկրորդ դունը, իրենց դպրոցը ծևոմը։ Թող Աստված օրհնի իր բարի քաղցր հիշադակը, Սուրբ Հոգու մխիթարություն բարգեւե սիրելի Արևիկ ցեզի, սիրելի Արմեն եւ բոլոր ընկերներուն, հարազատներուն, որոնք շնորհակալ եմ այսօր եկած եք այստեղ հարգելու համար ձեր ընկերոջ, ձեր հարազատի քաղցր բարի հիշադակը։ Ընտանիքի փափակին համաձայն ձեր սեղաններուն վրա վերցնեք այնտեղ կա հատուկ թղթիկներ, եթե կփափակիկ Արայի հիշադակին որևէ ձևով նվիրատվություն կատարել, պիտի խնդրեմ այնտեղ ամեն մանրամասնություն կա, եւ ձեր թերթիկները հանձնեք կամ Արմենին, կամ Արևիկին։ Շնորհակալություն։ Այժմ պիտի հրավիրեմ բարոն Արմեն Գաբրիելյանը, չեմ գիտեր Արմենը պիտի խոսի ընկեր Արայի մասին կամ հայր Արայի մասին։ Արմենը ինք մեզի գսե։ Արմեն, հրամեցեք։ Շատ շնորհակալություն ձեր քաղցր խոսքերուն համար դեր հայ։ Ճիշտ է, մի քանի օր կմտածեի ինչս եմ այսօր, բայց երկար գարիկ չեմ զգար, ոչ ալ երկար բարակ իր կենսակրությունը բաժնել ձեզի հետ, ավելի սրտես խոսիմ եւ եթե չեմ սխալի, արդեն բոլորս այսօր հոսենք իրեն ճանչնալով, սիրելով եւ հարգելով Սիրելի հայրս, արդեն անգլերեն գսեն չէ, a picture is worth 1,000 words։ Նկարները նայելով արդեն բարձ է հորս ով լալը։ Բարի մարդ, ազնիվ, անգերց ու արտար, միշտ գադագասեր ու սրամիտ, դիպար եւ նվիրված։ Եթե մեկը սեր, describe your father in a few words, ես այդ բարերը բիորդակործեի։ Նվիրված անշուշտ ինչպես դերարը ըսավ եկեղեցվո, թեկուս անցերկան որ չեն գիտեր, բայց ես փաստորեն չորրորդ սերունդ եմ աս եկեղեցվո մեջ։ Գուսակցության, մշակույթի, կահույթի, եկեղեցի, ընտանիքի, ճիշտ բարը երևի օրհնություն է, ինձ համար ամենամեծ օրհնություն էր, որ ես Արա Կապելյանի պես հայր եմ ունեցել իր իմաստուն խրատները, կաղապարները, կյանքի դասերը, ինձ համար ամենաթանկագինն են, խոսքը կա, որ իսկապես իմ սրտից կխոսի անգլերենով շատ աստեց ինձ առաջին անգամ որ գարտացի The key to immortality is to first live a life worth remembering Ահավասիկ փաստը Եվ ճիշտ ադով է սիրելի հայրիկ որ բոլորս այսօր հավաքված ենք եւ միշտ մեր սրտերուն եւ հոգիներուն մեջ ես։ Thank you very much. Շնորհակալություն։ Շնորհակալություն Արմեն ջան։ Այժմ գրավիրեմ Տիգնանի Չալասյանը հայ-խաղաղական դաշնակցության Արևելյան շրջանի կենտրոնական կոմիտեի նորընտիր
անդամուին, հրամեցեկանին, որովհետեւ Գենգենի խոսքը փոխանցել։ Շնորհակալություն։ Ընկեր Արամ Բիլիչուզ էր, որ կենտրոնական կոմիտե բաները ստեր, որովհետև ինքը շատ համեստ ընկեր էր եւ չէր սիրել ինքնին, երբ որ այդ ղեկավար թիվքերու վրա էր ներկայացվել որպես եսիմ ինչ, չէ՞, ընկերու Արևիկ։ Այո։ Ընկերու Արևիկ, ընկեր Արմենս եմ, եղբայր Արմենս եմ, չեմ գիտեր։ Շատ շնորհակալ եմ, որ բարի վդվիկ ինձ է այսօր ընկեր Արայի հիշարակին նկատմամբ երկու խոսք ասելու։ Ընկեր Արան, ես պիտի խոսեմ որպես ես Անի, որովհետև իմ շատ փոքր տարիք են, որ Արմենին հետ մոտ եղած եմ երիտասարդացի շարքերու մեջ։ Ընկեր Արան մեր սերունդի համար եղած է այդ ընկերը, որուն նկատմամբ շատ մեծ հարկանք ունեինք, բայց չէինք հասկանալ ինչու, որտեղ ոչ բորալով կանչելով գխոսեր, ոչ անդեղի ժամերով գլուխ կարտուգեր, ինչպես որ դեսել, չէր զորեր ոչ մեկ բան, բայց երբ որ ընկեր Արան բան մխնդրեր, բոլորս վազելով պետք է անպայման հաջողցնեինք եւ իր ուզածը անեինք։ Եվ չենք հասկանալ ինչու։ Հիմա հասկացած եմ ինչու, որտեղ ընկերը եղած է այդ ղեկավար թեմքերեն, որում մեջ եղած է այդ իմաստությունը, ուժը, հաջորդ սերունդ դաստիարակելու, պատրաստելու եւ միշտ իր միտքի մեջ եղած է այդ բանը, որ մեր բոլորին աշխատանքը այդ պետք է լա, որ մենք հաջորդ սերունդ ապահովենք սպյուրքի մեջ։ Եվ ինքը այդ աշխատանքը ըրած է շատ համեստորեն, շատ սուսուպուս, բայց շատ ավելի աստեցիկ ձևով, քան թե շատ ուրիշներ, որ ավելի խոսելով գնային այդ աշխատանքը։ Ես գիտեմ, երբ որ ընկեր Արան ներկա էր որևէ մեկտեղ, բոլորս առանց բացառության անմիջապես հայերենով կխոսեինք։ Ինքը երբեք չէ ասած, որ հայերեն խոսեցեք, չէ՞ ընկերուի Արևիկ։ Երբեք Պերնեն չէի լսել, որ ընկերուի հայերեն խոսիր կամ որևէ մեկ նկատողությամբ ասել, որ հայերեն պետք է խոսենք։ Բայց երբ որ ընկեր Արան ներկա էր, չնայած բոլորս գիտենք, որ ինքը շատ լավանքներ են գիտեր, անմիջապես հայերեն կխոսեինք։ Որովհետև ինքը ուներ ադաստեցությունը այդ շուկը մեր բոլորի վրա, որ շատ ուրիշներ չունեին։ Չնայած գային, որ մատ թափ տալով հայերեն խոսեցեք, չլարասանգի շատ կար, բայց երբ ընկեր Արան սենյակ մտներ, մենք բոլորս հայերեն կխոսեինք։ Առանց նույնիսկ սկսկալու։ Նույնն էր, երբ որ գուքար գուսակցական աշխատանքներում, չեմ գրնալ մանրամասներ, բայց երբ որ ընկեր Արան սենյակի մեջ էր, մենք գիտեինք ինչպես պետք է վարվենք, ինչ պետք է անենք։ Եվ ամբողջ սերունդը այսօր, որ հիմա ղեկավար է Արևելյան շրջանը, ղեկավար է եւ ներկա է եւ ինքնինքը հայրս կա եւ նաեւ ասկային է, որովհետև ընկեր Արայի շուքի տակ մեծած է։ Ես անոր համար շնորհակալ եմ ընկեր Արային եւ կշարունակեմ իր շուքին տակ իմ բարդականությունս կատարել։ Շնորհակալություն Անի։ Այժմ դիրանվել Նարեկ Բուդալյանը, որովհետեւ Փունչը երկեր ներկայացնե, դարձին իր թրստեր է։ Անի, ռամեց։
չեմ թողնի իմ կարոտյարին ընկել կդառնամ ես քո ողջերին մենակ չեմ թողնի իմ կարոտյարին իմ կարոտյարին իմ Հրաշալի է, բայց երկչուհու անունը կուզենայինք իմանալ։ Անի Բուդավյան։ Համար եւ խնդրեց, որ պարոն Արայի արիթին երկենք, ինքը խնդրեց, որ ճկնալ երազել երկենք, ինչ որ հատուկ իմաստ կա այն համար, պարոն Արայի իր անշուշտ սրամտության հետ կապված եւ կատակների հետ կապված։ Անշուշտ անհավատալի է, որ 10 տարի է անցել, սակայն պարոն Արան միշտ մեր մտներում գալիս է եւ հաճախակի, որ իրան հիշում եմ, առանց զգալու զգում եմ, որ ժպտում եմ, որտեղ ինքը այդպիսի դրական ազդեցություն ուներ բոլորի վրա։ Եվ հիշում եմ հորս խոսքը պարոն Արային մասին ասեց, որ ինքը չափազանց ազնվական մարդ է, եւ դա կարծում եմ շատ ճիշտ ու գեղեցիկ ձևով է իրան վերաբերում դա։ Շատ կարոտել ենք պարոն Արային։ Որը ազգանունն ու անունը ասա։ Հենրիկ Բուդավյան, շնորհակալություն։ Ուրեմն կատարում եմ անշուշտ Արևիկի խնդրածը պարոն Արայի համար։ Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմակու, ես քեզ համար գուցե ոչինչ, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երազ, արեգագին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգագին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, ուզեմ դու միշտ ուրախ մնաս, և միշտ լինես պայծառ ու ջինջ, ամբողջ մի կյանք սիրով կտամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգագին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգագին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, արեգագին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, արեգագին պետք է հերվից նայել, դու իմ կյանքի չքնաղ երաս,
Այս երկը այդ ժամանակ Արի, լավի ներվից։ շատ սիրված էր, և ուրեմն ես արդեն այստեղ էի, Արայի հետ արդեն ամուսնացած էի, Հենրիկը և Անասիկը սա երգեցին դուետով շատ գեղեցիկ, մեր ամենամնդերիմ ընկերներն էին, Նարեկի ծնողները, Արան շուռ եկավ բարձրաձայն և շատ հյուրեր կային, լիքը մարդ կար, նայ, ասում է հիմա կսեն առաջ վնե չսեին, քովս չբերեի, արեգազում պետք է նայ, հիմա կսեն։ Շնորհակալություն Անի, ձեր ցայն անսպար։ Այժմ գրավիրեմ բարոն Վալոտ Աթախանյանը երկար դարիներու Արայի գործընկերը Արմեն Գարո Գոմիդեյության։ Միասնապար երկու ընկերներ երկար դարիներ ծառայեցին մեր համայնքին։ Վալոտ։ Շնորհակալություն Տերես։ Նախան կարծալը ինչ գրած եմ Արայի համար։ Արայի համար կնանք կարծեմ ժամեր նստենք և խոսենք և հիշենք ինձ և Արևիկը ջոկ մըսավ, Արան ինքնին ամեն անգամ, երբ որ հանդիպենք մե, ժպիտ երեսեն չեր բաքսեր և ջոկ մը պիտի իլլար, դեղ մը բան մը պիտի իսեր և խնդալեմ բեք է մերներ։ Այսօր կրորանա 10 տարին, որ մեր սիրելի Արան այլևս մեզի հետ չէ, ժամանակը կանցնի, բայց անոր իշատակը կմնա մեր սրտերում մեջ։ Արան այն հազվագյուտ մարդկանց մեն էր, որի ներկայությունը լույս կտարածեր, անբարի էր, ուրախ և իր դեմքին վրա միշտ ժպիտ մկար, անոր մեջ իսկական ջերմություն մկար, որ յուրաքանչյուր հանդիպում դարձած էր անկեղծ և ամորանալի։ Արան միայն լավ մարդ չէր, ան իսկական ակտիվիստ մներ, ան իր ամբողջ կյանքը նվիրված էր հայկական գործին, հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարելու, անոր գիրքն ու նվիրումը արդարության նկատմամբ անշրջելի էր։ Արայի աշխատանքը հայերի իրավունքների ու ճանաչման համար անջնջելի հետ թողեց մեր համայնքի մեջ։ Իրեն անգլերեն և հայերեն վարժ դիրապետությունը, չնայած որ Արան Ամերիկայի մեջ ծնված էր, եթե մեկը դուսենգարն է հայմը հավեդեն, բասկաստանեն, թե Հայաստանեն, հետո խոսերն է, չէին հավատար, որ ամերիկացին է։ Այդ իրեն լեզվի տիրապետելը անգլերենի մաքուր և հայերենին ավելի մաքուր անգլերենից այդ կամուրջը խենթանալիք բան մներ, երբ որ խոսեր և կբացատրեր հայլալը, հայերու պահանջը, երբ որ պետք է կոնգրեսմաններու և սենատորներու կողը երթայինք։ Ես գոնե 26-7 տարի Արայի հետ աշխատած եմ կուսակցության աշխատանքներով, իր մե շատ բաներ սովորած եմ, ադեն վարկյանները կանցնե և չես անդրադառնալ, որ դաս կսովորիս որ, բայց տարիները որ կանցնեն է, հետո կանդրադառնաս, որ ինչ փորձություն ունես։ Արան այդ ժառանգությունը, այդ հույսը տվավ մեզ, մեր սերունդին, ինչպես ընկերու Յանին ըսավ, Արմենը ըսավ, սերունդ մեր եկան, չիմանալով, որ ինչ սովրեցան, բայց տարիներ հետո անդրադարձան։ Այսօր անոր հիշատակի 10-ամյակի տարելիցին խոնարհվում ենք, սիրով և խորը երախտագիտությամբ, և կհիշենք զինք,
անոր տկնաջան աշխատանքները եւ նրա ուժը, որը իր հոր սերունդից փոխանցված էր։ Ասի ինչպես ասի Արայի մասին շատ կտան խոսի։ Ես կուսակցական փորձառություններ շատ հետ ունեմ, բայց ընկերական դալ ունենք, որ ադեն երբ որ Արևիկի Արմենի հետ նստենք, Արմենի հետ ես շաբաթը 3-4 անգամ դանդիպեմ գործի կապակցության, միշտ խոսակցության մեջ ջոկմը Արայեն գիշենք եւ խոսենք։ Ընկերարավ մենք միշտ քեզ հիշում ենք մեր սրտերի մեջ ես եւ քո գործը մենք կշարունակենք։ Շնորհակալ։ Շնորհակալություն, Վալոդ ջան։ Այս առավոտ պատկամը ստացանք մեր սիրելի դոկտոր Հրանտ Մարգարյանեն, գիտեք Հրանտը բացակայ այսօր, որովհետև առողջական հարցերով մեզ հետ չի գնարելալ, բայց իր սրտի խոսքը ուղարկած է եւ խնդրեց ինձ մե, որբեսի ընթերցեմ իր երկարամյա ընկերոջ հիշադակին։ 10 տարի իրավ անհավատալի։ Գարձեք հիմա Սաբահուն արան իրեն հադուկ ժպիտով ներս պիտի մտնե այս սրահը, որ իրեն համար հարազատ ոգեգան դուն եղած էր ծնած օրեն։ Սուկուսավորիչ եկեղեցվով բոլոր ցերնարկներուն ներկա էր արան։ Ավելին բազմիցը զարյած էր որպես հոգապարծու եւ երեսփոխան եկեղեցական ժողովներու։ Արան սուկուսավորիչ եկեղեցու մեջ մգրդված, այստեղ մեծած եւ այստեղ գազմված էր։ Սուկուսավորիչ մայր եկեղեցին իր ծննդավայրն էր։ Խորիմաստ զուկատիբությունը եղավ, որ Արան թաշտակցականի իր երթումը սուկուսավորիչ եկեղեցու մեջ տվավ։ Այդ օր երթման արարողության ներկա էր նաեւ Արևիկը։ Արան ուղն ու ձուծով հայ էր։ Գլխակիր հայ, դողմական հայ, խորիմաստ եւ հազվադեպ մեկ այլ զուկատիպություն ալգա Արայի կյանքին հետ կապված, որ զիս խորհրդածության գտանի։ Գարձեք պատմությունը, հայոց պատմությունը իմաստալից շղարշով բարուրած է Արայի կյանքը։ Արան ծնած էր մայիս ամսուն եւ կյանքեն հեռացավ ապրիլ ամսուն։ Մայիս եւ ապրիլ ամիսներ գահսկնակ խորհրդավորությունը։ Մայիսը մեր անկախության ամիսն է, այլ խոսքով հայության երազներու իրականացման ամիսը, ապրիլը մեր ազգը ոչնչացնելու խելաքար քաղաքականության ամիսը։ Արան այս երկու պատմական դեպքերու պաշտամունքի ճամփորդը եղավ իր կյանքի ամբողջ դեպողության։ Քանի անգամներ ան բանախոսեց մայիսյան հաղթանակի եւ անոր կարեւորության մասին, քանի անգամներ ապրիլյան եղերնի հիշադակության ցերնակներուն Արան օրվան բանախոսը եղավ։ Եվ փախտի ինչ զուկատիբություն, որ Արան պիտի ծներ հաղթանակի ամսուն եւ կյանքեն հերարար հայոց ցեղասպանության ամսուն։ Բահմը գարձեք ճագադակրի բադահար էր ասիգա։ Արան իր հայության Գարչիլը եւ բացարձակ նվիրումը իրականացուց քանի անգամ Հայաստան այցելելով։ Գիշեմ 60-ական թվականներուն էր Արայի Հայաստան այցելելու առաջինը լալու էր։ 34-րդ փողոցի Հիլթոն բանտոկներ հայ քրագանության բարեկամներու միությունը գազմագերբած մեծ ցերնարգիներ Արան իր Հայաստան փորձառությունը ներկայացույց հյումորով եւ սլայդներով Հոն առաջին անգամ Արևիկին տեսանք, որուն հանդիպած էր Արան, թեև առանց անունը դալու։ Արան ինչպես ասի ուղն ու ձուծով հայ էր, ծնած էր եղերնեն ժողովրած ընտանիքի մեջ, հայրը ընկեր Մինասը եւ մայրը Դիգին Բերջուհին երկիրը իրենց դան անբաժան սնունդը դարձուցած էին։ Արան երկրի շունչով մեծավ, հայրենի փալու ու հավավը անկագդելի մաս էին Կապրիելյաններու դան մեջ։ Ձեզ մե անոնք, որ ուշադրության մտիգն էին Արայի արեմդահայրենը, գզգային, փալուի յուրահատուկ հնչականությունը, արեմդյան Հայաստանի գավազությունը
եւ դողմականությունը իր ազդեցությունը ի հայտ կբերեր Արայի կյանքին վրա։ Եվ զարմանալի չէր, որ Արան իր կյանքը գաբեր ներկա Հայաստանին հետ որպես շարունակություն հավերժական հայրենիքի կապարին, ոչ միայն մտքով, այլ գործով, արարքով։ Արան ամուսնացավ Հայաստան սնած Հայաստանի երազանքով գազմավորված Արևիկին հետ։ Իրենց դունը պատմական Հայաստանի դողմականության հետ ծուրվեցավ ներկա Հայաստանին հետ։ Դարձավ ամբողջական հայության թափնոց։ Արան եւ Արևիկ սիրտ սրդի հայեցի դասյարակություն թարտնեցին իրենց սիրասուն զավգին ընկեր Արմենին։ Հայությունը գոյության ողնահար եղավ Արա Արևիկ Արմեն երեակին համար։ Գնկադեք չէ, երեքի անուններն ալ այփով գսկսին, ինչ դարօրինակ տիպված, Արան բադմութենեն եկած, Արևիկ Հայաստանյաց չերմություն բերած եւ Արմեն մեր փարաբանց ասկը բնորոշող։ Եթե Արային եւ Արևիկին հանդիպումը զուգադիպություն էր, սակայն Արմեն անունը գիտակցության բայձար դրսևորում էր։ Արայի եւ Արևիկի գոյակցությունը պետք է բսակվեր ազգին անունով Արմենով։ Արա Արևիկ Արմեն հոյագապ խոր գիտակցության մսկանչելի երրորդություն։ Մենք հաջող Արա Արևիկ Արմեն երրորդությունը միասին կտեսնենք ազգային մեր բոլոր ցերնակներուն։ Իրականության մեջ հիմա այլ այդպես է։ Արան ֆիզիկապես հերացած է, բայց ոգեպես ներկա է։ Մարդիկ կհերանան, սակայն չեն մորցվիր։ Ֆիզիկական բաժանումը մտային եւ զգացական բաժանում չէ։ Մարդ արարածը բարդ բաղադրություն է, շոշափելի ֆիզիկականին հետ գա անշոշափելին, անդեսանելի մասը, որ ֆիզիկականն ավելի վեհ է, ավելի երկտագյաց։ Ադիգա մարդուն փուն էությունն է, անոր մեզի հասած է մարդուն մեկնելեն առաջ, եւ որ մեր հետ կմնա մեր մեկնելեն հետ, մինչեւ մեր վերջը մեր մեկնիլը ճագերդյալ։ Ասոր համար մերնիլ եւ մահանալ բարերը գուզեմ անչադել իրարմե։ Մարդ արարածը կմերնի, երբ կյանքը գավարդի, ասիգա ֆիզիկականին վերջն է, սակայն մարդը կմահանա, երբ իր թողած մտքերը, գործը, ավանքը, հուշը կան հետանան։ Այս դեսանգույնեն, երբ կմոտենանք Արայի գոյակցության, այո, 10 տարի է, որ Արան հերացած է այս կյանքեն, բայց Արան հոս է, ներկա է իր թողած ավանթով, իր թողած մտքով եւ իր թողած գեցվածներով։ Թեև այսօր Արայի կյանքի անժամանցելի մեկնումի խորակույն ցավն է, որ գաբրին, սակայն միևնույն ադեն խորակույն ցևով իր անհադի իսկության փարապանանքն է, որ կնշենք։ Արան գաբրի մեր մտքերուն եւ հոգիներուն մեջ, Արան մեր հետ պիտի մնա մինչեւ այն օրը, երբ մենք ճատրին գոյություն ունենալ է։ Մինչեւ այդ օրը ասենք, Արա, մեր հետ ես եւ մեր հետ պիտի մնաս, անունդ եւ գործդ բայձար պիտի մնա, սիրելի Արա։ Դոկտոր Հրանտ Մարկարյան, շնորհակալություն ձեր բոլորին։ Այժմ գրավիրեմ մեր սիրելի Բերջ Թուրաբյանը, որպես իր գեղեցիկ ցայնով փունչը երկեր հրամցնե Արայի հիշադակին։ Ուրեմն ամեն անգամ խնդիր ունին արևելահայերեն թե արևմտահայերեն խոսի, ուրեմն քանի որ ես Արայի հետ միշտ արևմտահայերեն խոսած եմ, կխոսիմ արևմտահայերեն։ Ուրեմն Արևիկը ասա, որ այս բանասերությունը շատ սիրած է Արան, երբ Արևիկը հոսլա, թող խնդրեմ ասե թե ինչու։ Չէ, այս բանասերությունը ուրեմն փնտրած է չէ կդած Արևիկը, մեզի իսավ, ես ուրեմն քրեցի ոչայ բանասերս Իգնա Սարա Ասլանին եւ ինքը ուղարկեց եւ այսօր պիտի գարտացողում ալար որը չգա այսօր, ես պիտի գարտամ հիմա, բանասերությունը 3 մաս է այփենքին, այփը եւ փենը պիտի գարտամ միայն։ Ով է։ Հիմա։
Ուրեմն Զարե Խրախունի, որ մենք փնտրեցինք մեր քիրքելու մեջ, նաև այնտեղ Արթոն փնտրեց իր քրքերու մեջ, ինքը չէ գդած, մենք չենք գդած, փոխարենը մենք գդանք Խրախունիի նամակը, ինձ քրված, հրաշալի ցերակով, եւ վերջապես ուրեմն ես քրեցի Իգնաց Արարատյանին եւ ղրգեց այս բանաստեղծությունը, որ պիտի կարդամ առաջին եւ երկրորդ մասերը։ Թիմակներ։ Միայն մեկ օր ես գլամ թուն գլաս։ Թիմագիմը շնորհիվ ու գվարվիմ այնքան անկեղծ ու կշարժիս այնպես ինքնեք, որ ծուգերն իսկ, թրջուններն իսկ գզարմանան գմնան։ Միայն մեկ օր, երբ ես չեմ, թուն չես, այդ թիմագին շնորհիվ։ Մեկ ձերքիդ հայելին բռնած իրազեկության, մյուս ձերքով մեկիկ կհանես, հետո դարձյալ գտնես, մեկը մյուսով կփոխես, ամենօրյա սովորական բոլոր դեմքերդ ու թիմակներդ անհամար, եւ հարց կուտած թե որն արդյոք ավելի շատ քու ինքնությանդ կնմանի, ու դեսնես սարսափով հայերի մեջ անստուգության, թե դու ինքը դալ մյուսներուն պես թիմակ մնես առօրյա, այդ մյուսներեն շատ ավելի անծանոթ։ Ճիշտ է, որ երրորդ մասը չկարդացի։ Այո։ Առանց սա արտասանել է, այնքան հավանեց, որ արտասանեց։ Արային երկու բան չէր տանում, այլապես շատ լայնախոհ էր եւ ընդունում էր մարդկանց այնպես ինչպես որ կային, այլապես ինձ հետ չէր ամուսնանա իհարկե։ Ուրեմն կեղծ դիմակներ, կեղծիկ տանել չէր կարողանում։ Դրա համար այս դիմակներ բանաստեղծությունը իր հոգուն այնքան խոսեց, որ անգիր արտասանել է բեմից, չգիտեմ Արտոն Զաբելը այդ օրը կային կամ չկային, բայց այդ էր պատճառը, որ ուզեցի, որ այսօր հնչի Արայի արտասանած բանաստեղծությունը, մանավանդ, որ իր հոգեխառնուրդի հիմնակարն էր, կեղծիքը մերժել։ Ուրեմն Ամերիկայի մեջ, Նյու Յորքի մեջ Արան առաջին մատներ, որուն ես հանդիպեցա, որը ամերիկացին էր, որը հայերեն խոսեր։ Ես ուրեմն առաջին հանդիպման ժամանակ շատ չզարմացա, բայց հետո օրեցօր տարիներ անցան եւ այլն անվերջ շարունակեցի զարմանալ, թե ինչպես ինքը այդ հայերենը գիտեր եւ ոչ թե միայն խոսիլը, այլ նաեւ քրելը, մտածելը, տրամապանելը եւ այլն, որը իսկապես շատ եզակի է, շատ յուրահատուկ։ Գրնաց ի վերջո եկա այս եզակացության խոսիլ հայերեն ծնված լալով հոս Ամերիկայի մեջ, բայց քրել, մտածել եւ թադել դժվար է։ Արան այդ բանը ուրեմն ուներ եւ առաջի երկս պիտի նվիրեն տաղ հայերեն լեզվին ուրեմն ուներ եւ առաջի երկս պիտի նվիրեն տաղ հայերեն լեզվին Վահան Թեքեյան իրեն չեմ գիտեր ինչ պիտի լա
Մորքաստանի մնաման մեր անցյալին թանցրխի ստվերներում ես կարծել մեկ բդու կուպորով Արերտ ինձի երևան որոնց մեջ են գկալել ու գկաղեմ զանոք եր Մորքաստանի մնաման Սիրեմ քեզ հայլեզու մեր հայրենի պարադեն արտեզներ եմ մնացող Արակեր թմբուլա որ թիմացա թարերու և գմնաս միշտարու մի լավիշովտ կենսահով Կարծեմ ասիլա չի գա, իմ պնական ծրանով ես կերպում։ Ինչ որ է, ուրեմն այս միկրոֆոնային հարցը ես ըսած եմ միշտ, հայ ազգի ջագադակիրն է, և ուր երթաս նույն խնդիրն է, Հայաստանի մեջ, Ամերիկայի մեջ, Եվրոպայի մեջ, ինչպես լավ է իմ ավելի։ Ուրեմն հաջորդ երկը նույն խրախունի են, զարե խրախունի են, մակույկը, կուզեք լսել։ Ծուվրա մակույկ մկա, մակույկ մպոքը ուտեթել, Տղամը կա մեջ նստած, բստիկ տղամը նիհար Թիերը պարագեն, ուր պենթևերը տղում Թիերը պարագեն, ուր պենթևերը Ամուկ Առանց միկրոֆոնի Ուրեմն և իմ յուրաքանչյուր համերգի առաջ եկ կխառնվիմ ուրեմն այս միկրոֆոնային հարցերով և այլն ճիշտ են Ուրեմն այս երգը պիտի նորեն երգեմ և փորձեք լսել առանց միկրոֆոնի
մակույկ մը փոքր ու թեթե տղամը գա մեջը նստած կսիկ տղամնի հա ու թիերը փարագեն նուրբ են թևերը տղու լավուն թիերը փարագեն նուրբ են թևերը տղու Յավարյա շարունա Որսանքնի վեր Ոչ թիզմ առաջ, ոչ թիզմը ես Գթյավարյա շարունա Ոչ թիզմ առաջ, ոչ թիզմը ես Գթյավարյա շարունա Ոչ թիզմ առաջ, ոչ թիզմը ես Գթյավարյա շարունա Տղաս ինչու կջկնի, եվ տես այնքան թյուրին է, որսանքնի վար ընթանա Նայ է ինչպես քովետ կանցնի, ղեգ բրնել գպավե Նայ է ինչպես քովետ կանցնի, ղեգ բրնել գպավե Ես ղեգ չունիմ, կոքոչյան հևի հետ Որսանք ուժով, եթե ձգեմ կտանի Որսանք ուժով, եթե ձգեմ կտանի Որսանք ուժով, եթե ձգեմ կտանի Կնային թևերում, թերու և հոսանքի Կամ ծողում թեմ կհայորեն, կամ ծողում մեջ կթքնեն Չագադակրեն խոս կպանան, հելոգարնեն կքալեն Չագադակրեն խոս կպանան, հելոգարնեն կքալեն Կթյավարյան շարունա, հոսանքնի վեր Ոչ թիզմ առաջ, ոչ թիզմը ես, գթյավարյան շարունա Ոչ թիզմ առաջ, ոչ թիզմը ես, գթյավարյան շարունա Ոչ թիզմ առաջ, ոչ թիզմը ես, գթյավարյան շարունա Ծողում վրա մակույկ մը կա, մակույկ մը փոքր ու թեթե Տղամը կա մեջը նստած, բստիկ տղամնի հար Քանի մանվեցավ, կոնե աս միկրոֆոնը թողոլա Ինչպես? Էդ քիչ մը գոքն է Ցույցին, Ղարաբաղի պատերազմի եւ պրոտոկոլներ են, այս են այն են, ինչ որ է, որպեսզի համայնքը միախմբի, քան իր կուսակցական այսինչ, բայց անշեղորեն էր հետևում դրան եւ հիմա այս երգը որ կլսեք Զահրատի բանաստեղծությունն է նույնպես Արան սիրում էր Արևիկ ասում է ժողովի կերպամ ասանք կլան ու Զահրատի այս բանաստեղծությունը կարդաց բայց իր այդ անշեղ լինելը անշեղ դիրքորոշումը ուրեմն երբ որ տեսնում էր որ մեկն ու մեկը կա որ իր հետ համամիտ է հեռախոսում էր այդ ինչ-որ մեկին, ասում էր դու նսե ժողովին, որ եռագույն դրոշը ցույցի պիտի տանենք, որովհետև մի ժամանակ մերժված էր եռագույն դրոշը։ Ուրեմն այսպես այդ պատճառով խնդրեցի, որպեսզի պերճը երգի, որովհետև սա Արայի դիմագծին մաս է կազմում։ Ոչ, Զահրատ ոչ
Ես ոսկեմա թերցակ եմ Ձեր սրտեր և մտկան շատ Սերվակակ եմ չգրնա, չթիմանա ու պատրի Կարեմ գսեմ, ոչ գսեմ, կարեմ գսեմ, ոչ գսեմ Ես հավակնող կրճակ եմ Կարոտ կերքեմ, սեր երկեմ Ձեր աչքերը հայտնի է Հազարում է դեն չունի Քրեմ գսեմ, ոչ գսեք Քրեմ գսեմ, ոչ գսեք Վարպետորդիս նահակ եմ Սեր կարմեմ, ույս կծախեմ Երբ ամեն ինչ չորձեր է Պետք ունիք պատրանքի Ջարեմ գսեմ, ոչ գսեք Ջարեմ գսեմ, ոչ գսեք Ես պատմության ցուցակ եմ Որ գլա ետ գնանք Սիանրով գոլորվի Շատ են մեկ չեք հիշել Շարեմ գսեմ, ոչ գսեք Շարեմ գսեմ, ոչ գսեք Ես կմահաճ վտակ եմ Գհորսի վուրվով ես ուզեմ Փորձերակակ մեծնալ եմ Եվ ձեր սրտի կանասնի Մարեն գսեք, ոչ գսեք Մարեն գսեք, ոչ գսեք Եվ դուքչան հագեցած Ձեր օրերում կադակն եմ Երբ աշխարը ու տեսնեք Որ սրսար են կվազեն Կխոնարի ձեր աչեն Մարեն գսեք, ոչ գսեք Մարեն գսեք, ոչ գսեք Պատրաստական շարժատով Ձերն լալ են ծանցրացված Երբ կանգարնեն սիրն անզոր Պապախել է եթատի Լարեն գսեն, ոչ գսեք Լարեն գսեն, ոչ գսեք Ոչ գսեք, ոչ գսեք Ոչ գսեք Ինչ կան որ եղավ Դիգին Արևիկ Կապրելյանը, Արայի գողագիցը, Արայի ընկերուհին, որպեսի ընտանիքի անունով իր եզրափակիչ խոսքը կատարե հիշադակի այս երեկոյան։ Ռամեցեք Արևիկ։ Տեսնում եք ես բոլոր էջերը այդքան խոսելուն եմ։ Վախեցնեմ, որ հետո ավելի ուրախանանք, չէ, այդպես չէ։ Գիտեք, երևի մեծագույն նվերը մարդու համար սիրելիներ, նվիրված ընկերներ ունենալն է։ Եվ այդպիսի մի շատ սիրելի և թանկ ընկեր, թե ինձ համար, թե Արայի համար, սիրելի Արտո Ֆրիմյանն է, որ այստեղ է իր կողակցի Զապելի հետ, և անսպասելիորեն երեկ երեկոյան մի կարճ գրություն ուղարկեց, որը հիմա կկարդամ ձեզ համար, ոչ բովանդակությունն է կարևոր, ոչ բառերը, այլ ես պատկերացրեցի, որ Արտոն և Զաբելը իրենց տանը նստած
Արայի մասին են մտածել եւ այնքան խորն է եղել իր զգացումը, որ պահանջ է զգացել թղթին հանձնելու։ Արտո ջան, անչափ շնորհակալ եմ քեզ քո այդ զգացմունքի համար, Զաբերյան նույնպես։ Հիմա կմկմալով կկարդամ, որովհետև մանրադար է եւ ես 76 տարեկան եմ։ Տիտղոսն էլ դրել է, որը Արան ամեստաբար չէր օգտագործում, դոկտոր Արա Գաբրելյան։ Մեր բարեկամներեն շատերուն նման ինձի անհավատալի թվեց, երբ շնորհալի Արևիկեն, բայ ես մի մառը ավելորդ է գրել, լսեցի, թե մեզի համար շատ սիրելի եւ հարգելի դոկտոր Արա Գաբրելյանը կորսնցնելու բավական արդեն տասնամյակը կլրացնե թվականը ներողություն։ Դոկտոր Արա Գաբրելյան մեր համայնքեն ներհուն մտավորականներեն էր, զգում եք չէ, որ իսկական պոլսահայ է, ներհուն, իր գրավիչ, իր բազմահմուտ հոդվածներով, հրապարակախոսություններով, դասախոսություններով եւ բանախոսություններով մեզի կհմայեր։ Առավելապես մեզի համար, այսինքն կողակցի Զաբելին ու ինձի համար, դոկտոր Արայի համեստ, ճշմարիտ, սրտակից եւ մտերմիկ նկարագիրն էր, որ զինքը թանկագին հմայիչ ընկերոջը դարձուցած էր։ Վերջին անգամ MSC Divina կոչված հսկա զբոսանավով նկարները երևի տեսակ 17-24 հունվար 2015 թվականին, այսինքն Արայի մահկանացու կնքելու տարին է, ավանդական հայոց ժառանգության նավապտույտին ընթացքին կուշտ ու կուր ողջագուրվեցանք։ Մեր ճամփորդության եզրափակիչ փուլին Great Stirrup կղզին պստիկ նավով մպիտի հասնեինք։ Դոկտոր Արանալ նույն նավուն նստավ առանց Արևիկի։ Երբ պատճառը հարցուցի, Արևիկը հաջորդ նավով պիտի գա։ Ես աճապարեցի, որ կարենամ լողափին ավազին վրա Արևիկին եւ ինձի համար երկու աթոռ զբաղեցնեմ, ըստ իրավունք ուներ։ Երբ ծովափ հասանք, գրեթե բոլոր աթոռները զբաղված էին։ Քիչ մը փնտրտուքեն հետո երկու առընթեր պարապ աթոռ գտանք։ Ինքը քիչ մնալ փնտրենք, կարելի է ձեզի համար փովի աթոռներ կրնանք գտնել ըսար։ Ես ալ պատասխանեցի, որ արդեն Զաբելին հորեղբոր աղջկան ու ընտանիքին հետ ալ պիտի ըլլայինք, նույնիսկ իրենք հեռու են տեսա եւ մարտանշեցի, ուրեմն այդ երկու աթոռները գոնե ապահովված մնային իրեն եւ Արևիկին համար։ Շնորհակալ եմ։ Կարիբյանի ավազը թարք է վրան չի նստվում, գիտեք աթոռը շատ կարևոր է։ Իրենսի թե շատ ներոցը։ Մինչ այդ աչքս հաճախ դոկտոր Արային հակած ճերմակ նավապետի գլխարկին կկարչեր։ Իրենսի թե շատ վայելած էր։ Բացատրեց, որ տարիներ առաջ ապսպրելու համար ծախու առած էր, շատ հանգիստ ըրած էր, քանի որ տեսքն լավ էր, որոշած էր նույն ձևով շարունակելու։ Այդ բաղտատմամբ կարճ ժամանակի համար մեր միասնության ընթացքին անոր ազնիվ նկարագրին գրավիչ ուժը ամբողջ էությամբ զգացի, խոստացա քանի մժամեն վերադառնալ։ Արտոյ գլխարկը ես ձեզ եմ նվիրելու։ Երբ վերադարձա, Արևիկը հոն չէր։ Դոկտոր Արան Արևիկը ճիշտ հիմա ծով մտնելու գնաց ըսավ, բազմությունը լալով հանդերձ իր տեղեն եւ միջավայրեն շատ գոհ էր։ Քիչ մնալ խոսել է հետո, իրար մե ուրախությամբ բաժնվեցան։ Նավին վերադառնալու ժամը կմոտենար, անգամը եւս ծովը մտա, հերույն ձայնը, Արտո, երբ Նյու Յորք ցուրտ եղանակին վերադառնան, այս հաճելի օրը պիտի մոռնանք ըսավ, գլուխս դարձուցի, Արևիկը ավելի բացը, ծովուն հատակը տեսնվող վճիտ ջուրին մեջ կլողար։ Հոգ մի ներ Արևիկ, երբ ամեն ատեն քեզի տեսնամ, կհիշեցնեմ, պատասխանեցի, բայց չկրցան։
Մեր Նյու Յորք հասնել են 3 օր վերջ, քաղաքը պատմական ձյունամրրիկի մը ենթարկվեցավ այն աստիճանի, որ նույնիսկ Պապուղիին երթևեկը դադրեցուցին, տեղակայված ինքնաշարժերը առնվազն 2 ամիս սառույցի մեջ մխրճված մնացին։ Աշուրս մեր համայնքային ձեռնարկներն ալ ջնջվեցան։ Գրական կոնտրաստ է կարել այդ Կարիբյանի շոկը և սարսակալած Նյու Յորքը։ Ապրիլ ամսվան մեջ օդը բարեփոխվելը սկսած էր։ Նույնիսկ համայնքային ձեռնարկներն ալ վերսկսած էին, բայց ապրիլ 14-15-ի գիշերվան ժամը 2:02 ուղարկված էլեկտրոնային նամակով մը հետևյալ զգայացուն լուրը ստացանք։ Մեր անգին Արան ոչ ևս է։ Արայի հեռանալով անդունդ բացվեց մեր կյանքում, սակայն մխիթարականն այն է, որ տառապանքի փոխարեն նրա վերջին օրերը լի էին 3 օրից Երևան մեկնելու հրճվանքով, խորին վշտով Արևիկ և Արմեն։ Լուրը որքան ցնցիչ, այնքան ալ անհավատալի էր։ Մեր թանկագին և ամենասիրելի դոկտոր Արան կորսնցուցած էին։ Արևիկին ու Արմենին վշտակցել է և իրենց նման քաջությամբ մեր խորազգաց ցավը դիմագրավել է զատ ճարմը չունինք։ Այո, դոկտոր Արա Գաբրելյան հոգին ավանդեց, բայց իր ոգին կշարունակե ապրիլ մեր սրտերուն մեջ, որպես անփոխարինելի անձ և մեր միտքերուն մեջ, որպես տիպար դաստիարակ։ Արտոք Պրիմյան, 5 ապրիլ 2025։ Շատ շնորհակալ եմ։ Իմ մահվանորը կիչնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա, ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն, ստվերի նման սահած տնից տուն, կկանգնի անտես հյուրի պես մռայլ, կկանգնի ինչպես դժգնի լռություն, տարածված ամբողջ քաղաքի վրա։ Եվ համր մի պահ, գիշերվա կեսին, բոլորի սրտում կկանգնի հանկարծ անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին, իմ դեմքը արդեն հավիտյան անգած։ Եվ մարդիկ, անգամ երգերիս անգետ, մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք մնացել են լոկ վկա անտարբեր, և կարծել են, թե ես վաղուց չկամ, այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից, որպես ընդհանուր աղետից սարսած, զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ և հանկարծ այնքան թանկ ու հարազատ։ Չարենցի բառերն են իհարկե։ Ընկեր Արա Գաբրելյանի կամ պարզապես Արայի մասին խոսելն անչափ դժվար է։ Շատ պիտի ուզենայի, դուք էլ կուզենայիք, որ խոսեր ինքը և մենք լսեինք, ինչպես որ եղել է տասնյակ տարիներ շարունակ։ Այս երկու խոսքիս մասին մտածում էի, թե ինչ կուզենայիք լսել դուք։ Արայի այրիի անձնական խոսք, կես դարից ավելի այս համայնքի մի հայ անդամի խոսք ու հասկացա, որ այդ երկուսն անքակտելի են։ Այրին ասում է կորցրի զրուցակցիս, կորցրի լաց ու ծիծաղս կիսողին, կորցրի մի մարդու, որը ինձ հետ բանաստեղծություններ էր կարդում կամ լսում, բայց այս անձնականին հետ միշտ շաղախված է եղել Արա հայը, Արա Ամերիկա հայը, Արա արևմտահայը և ոչ երբեք սփյուռքահայը, ի վերջո Արա Հայաստանահայը, նա արևմտահայ էր և արևելահայ էր, երբեք սփյուռքահայ չէր։ Երկու հայրենիքի վրա էլ ամուր կանգնած թե հոգով, թե իր ամբողջ կյանքի տարած աշխատանքով։
Եվ այս բոլոր արաները միաժամանակ անընդմեջ աշխատել են հանուն ազգայինի, իր բոլոր կողմերով նվիրվել են այդ աշխատանքին լիովին ու կամովին։ Ինչեր եմ գտնում իր թղթերի մեջ, համացանց չկար այն ժամանակ։ Եվ թղթիկներ անհամար City Desk հեռուստատեսության բոլոր Նյու Յորքի թերթերի խմբագիրների անունները եւ հեռախոսի համարները, կոնգրեսմենների եւ սենատորների անունները եւ հեռախոսահամարները, Նյու Յորք քաղաքի եւ նահանգի կառավարության անդամներինը, մեկից proclamation պիտի ուզեր, մյուսին պիտի ասեր հայտարարություն հրի այսինչ բանի համար ապրիլ 24-է, այս է, այն է, Ղարաբաղյան շարժում մի խոսքով բոլորը գիտեք։ Նյու Յորք քաղաքի ու նահանգի կառավարությունից բացի հիշենք քաղաքապետարանի շքեղ դահլիճում ապրիլյան ոգեկոչումները եւ երևի նկատել եք, որ դրանք դադարեցին եւ այո դրանք էլ էին արայիկ ուժերով իրականանում։ Այնքան սերտ էր աշխատել հույների եւ կիպրացիների համայնքների հետ, որ մի քանի անգամ նրանք էլ ցույցերին են մասնակցել մեզ հետ, ինչպես միշտ Արային էլ հրավիրել են որպես բանախոս իրենց հանդիսություններին։ Այո, հավասարակշռված էր եւ ծայր աստիճանի համեստ ու պատրաստ զիջումների հանուն նպատակի։ Բայց Աստված ոչ արասե, որ իր խորուրդ խորինին նկրտեին, կդառնար մի հայց կար։ Եղերնի փոխարեն աղետ ասողը երկրորդ անգամ չէր հրավիրվի խոսելու, որքան էլ բարձր պաշտոնյան լիներ։ Այս խանդավառվիճակը երբ որ անցնի կշարունակեմ։ Նապոլեոնը ասել է, there is no immortality, but the memory that is left in the minds of men։ Նապոլեոն Բոնապարտի սահմանումով չկա անմահություն, բացի մարդկանց հիշողության մեջ մնալուց։ Այստեղ էլ Հայաստանում էլ արային գնահատողները բազմաթիվ են, բայց բոլորս էլ պարտավոր ենք պայծառ պահել նրա հիշատակը, նրա վաստակաշատ կերպարը, ի գնահատանք նրա համոզված ու անխաթար հայրենասիրությանը եւ այդ հայրենասիրությանը իր ողջ կյանքում ծառայելը։ Տեր հայր այդ մասը բաց կթողնեմ, որ ասում է, որ քսև ունին եւ խոժոռվեմ ու վերջին մասը ասեմ միայն։ Իսկ աննշան եթե մնա երկրի մեկ խորս հողակույտն իմ եւ հիշատակ սալթորոմի, որ այն ատեն ես կներնեմ։ Ուրեմն չպետք է թույլ տանք, որ արան իսկապես մեռնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Ալևիկ ջան, այսպիսով գավարդի այս հիշադակի անտեսությունը անգամ ևս ձեր բոլորանով մենք գաղութենք Արայի հիշադակի համար եւ Արմենին Արևիկին գսենք Աստվածորդն է իր բարի քաղցր հիշադակը։ Աստվածորդեց այս բոլորդ, եթե որևէ մեկը ուզե անձնական իր վկայությունը ուղղել եւ արձանագրվի, գրնան, մոդենալ եւ իրենց սրտի խոսքը ասել, շատերը հավանաբար գամշտան այստեղ կալ, բայց սելիք մունին, գրնակ ձեր լեզվով, հայրենով, անգլերենով արտահայտվել սիրել Արայի հիշադակին։ Աստվածորդն ձեզ, բարի շաբաթ ունենաք բոլորդ։ Ամեն։ Այդքան հեշտությամբ չեք կարող ինձնից ազատել, ես շնորհակալության եւ անկեղծ շնորհակալության խոսք ունեմ Տեր հորը, Օժենին, ամբողջ ընտանիքին, եթե փոքր եղբայր ունենայի, շատ անգամ եմ սա ասել, ավելի մտերիմ, ավելի հարազատ կեցված եւ օգնություն չէր կարող ինձ տալ, ինչպես որ Տեր հայրը եւ իր ընտանիքը։ Շատ շնորհակալ եմ Արայի կուսակցական ընկերներին, որ կիսեցին իրենց մտքերը եւ որ այդպես են մտածում Արայի մասին
Շատ շնորհակալ եմ սիրելի Պերճին եւ Պերճ Անահիտը եւ իրենց ընտանիքը իմ ձեռքին շատ են տառապել Արային նոր կորցրած օրերին։ Շնորհակալ եմ այդ օրերին միշտ փոքրս լինելու համար եւ ինձ ոտքի վրա պահելու համար։ Շնորհակալ եմ սիրելի Նարեկին, որին քանի տարեկանից եմ հիշում, շատ փոքր տարիքից։ Իր սիրելի ծնողներին, որովհետև ես գիտեմ, որ Անասիկի ու Հենրիկի համար շատ ցանկեր արան, ինչպես եւ Անասիկն ու Հենրիկը մեզ համար։ Շնորհակալություն Տիկնանց միությանը, որ այսօր նորից աշխատեցին։ Եթե որևէ մեկին մոռանամ, հազար ներողություն, հուզմունքից վերագրեք, անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իմ մասնավորի մեր սիրելի Հովվին, որի գառնուկը լինելու պատիվ ունեմ։